Եվ Աստված երբ որ ասեց, որ ահա առ այդ Անաթոթի այգին, մուրհակը գրիր եւ դիր հողե ամանի մեջ, շատ օրերի համար, շատ օրեր այդ հողե ամանի մեջ պիտի մնա այդ ստացվածքի Աստծո խոստումների մուրհակը, այնտեղ ինչ էր գրված, այնտեղ գրված էր, որ դեռևս դուք պիտի ձիթենիներ տնկեք, ծառեր տնկեք, այգիներ առնեք, այդ մուրհակն էր, որ հողե ամանի մեջ դրվեց։ Եվ Իսրայելը պետականությունը կորցրեց, դարեր շարունակ, հազարամյակ շարունակ պետականությունը կորցրեց, այդ մուրհակը մնաց հողե ամանի մեջ։ Եվ միայն 1947 թվականին Իսրայելը պետականություն դարձյալ ունեցավ եւ սկսեց այգիներ տնկել։ Սիրելիներ, ես վերջացնում եմ խոսքս այս քաջալերական խոսքերով։ Աստծո խոստումների մուրհակը գտնվում է հողե ամանի մեջ եւ այդ հողե ամանը դու ես։ Տեր կանգնիր այդ մուրհակին։ Տեր կանգնիր այդ խոստմանը։ Ինքը խոստացել է, սիրելիներ, որ եթե մենք հավատում ենք իրան, եթե մենք ընդունում ենք իր խոսքը, եթե մենք իր խոսքի համեմատ խոստովանություն ենք անում, ահա այդ մուրհակը, սիրելիներ, մի օր քո կյանքում պիտի իրականություն դառնա։ Թող Տիրոջ անունը փառավորվի, օրհնի եւ եթե այսօր դու հասցնես խոստովանություն անես, լուրջ խոստովանություն, մի ամաչիր, եթե ամաչես էլ ոչինչ, թող եսդ փշրվի, թող եսդ փշրվի, բայց մի պահիր ոչ մի բան, մի պահիր ոչ մի բան, ասա այն ինչ որ կա վրանի մեջ հողի տակ թաքցված, ու Տերը պիտի փառավորվի, ու դու պիտի ուրախանաս, եւ այն հարցը որ ուրախ ես թե չէ, դու առանց դրա էլ ուրախ պիտի լինես եւ ցնծություն պիտի ունենաս։ Թող Տերը փառավորվի, ամեն։ Խնդրեմ կանգնենք աղոթքի։